Ես ճիպերի նախագծող եմ ու այսօր խոսելու ենք ինչ պրոցեսներից է բաղկացած ճիպերի նախագծման գործընթացը։ Ամեն ինչ սկսվում է գաղափարից։ Սկզբում որոշվում է, թե ինչի համար է ստեղծում վերջնական նախագիծը, ինչ պետք է անի, ինչ արագությամբ պետք է աշխատի, ինչ էներգիա պետք է օգտագործի ու ընդհանրապես ինչ պահանջների պետք է բավարարի։ Այս որոշումներից հետո ձևավորվում է նախագծի տեսական կառուցվածքը, նույն ինքը բլոկ դիագրամը։ Եթե շատ պարզ ասեմ, սա քարտեզ է, որը ցույց է տալիս, թե ինչ հիմնական մասերից է բաղկացած համակարգը ու ինչպես են իրենք իրար հետ աշխատելու։ Սովորաբար դա մոտավորապես այսպիսի տեսք ունի, կամ այսպիսի։ Դիագրամը ունենալուց հետո սկսվում է ֆունկցիոնալ նախագծումը։ Այստեղ արդեն սարքի հասկանալի լեզվով նկարագրվում է համակարգի վարքագիծը, այսինքն այն, թե ինչ պետք է անի համակարգը։ Հաջորդ փուլում հատուկ ծրագրային միջոցները մեր տրամաբանական նկարագրությունը ձևափոխում են ավելի ցածր մակարդակի նկարագրման, որը պատասխանում է ոչ թե ինչ է անում հարցին, այլ ինչ տարբերակով է դա իրականացվում, որ ազդանշանը ուր է գնում, ինչ կառուցվածք է, ինչ տարեր ունի, կարճ ասած մեքենային շատ կոնկրետ լեզվով նկարագրում ենք, թե որ ազդանշանը որ տարի հետ ոնց է աշխատում։ Թե ունենք մեր տարերի նկարագրությունը, անցնում ենք իմ ամենասիրելի հատվածին՝ ֆիզիկական նախագծմանը։ Այս փուլում մեր նկարագրության մեջ եղած բոլոր տարերը սկսում են ստանալ իրենց ֆիզիկական տեսքը։ Փոքր տարերի համար դա մոտավորապես այս տեսք ունի, իսկ ամբողջ նախագծերը սովորաբար այս տեսքին են մոտ լինում։ Ու այստեղ իրականում ոչ թե գունավոր խառնաշփոթ է, այլ նյութերի շերտավորված դասավորվածություններ։ Հերթականության պարտադրելու դեպքում դառնում են չիպ, որը հետո տեղադրվում է սարքի մեջ ու օգնում է, որ մեր սարքը վերածվի մտածող, հաշվարկող ու աշխատող համակարգի։